Նմանացնելը չի նշանակում, որ սուտ ես ասել, այսինքն քեզ ոչ մեկ չի կարող մեղադրի, որ դու ցուցմունք ես փոխում։ Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է փաստաբանը զրուցում սպանության վկայի հետ եւ ասում նրան փոխել իր նախորդ ցուցմունքը։ Դու մարդու ժիվով հիմա առաջին անգամ տենում ես մոտիկից, ոչ թե կամերայով շահում, տենում ես, որ չէ, ես փաստորեն սխալվել եմ, ոչ թե սուտ եմ ասել կամ հիմա փոխում եմ, հիմա եկել նայում եմ, տենում եմ ինքը չի։ Դեռ ամիսներ առաջ հակակոռուպցիոն կոմիտեն հանրային քրեական հետապնդում էր հարուցել 3 անձի, այդ թվում փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ։ Քննիչ Հարություն Մկրտչյանի խոսքով դեպքերի նախապատմությունը սկսվում է 2021 թվականի մարտին։ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում Սամվել Մաթևոսյանը իր վարած մեքենայով վթարի է ենթարկվում, որի հետևանքով մահանում է նույն մեքենայի ուղևոր Արտյոմ Մադոյանը։ Ըստ քննության Արտյոմ Մադոյանի քեռին Համազազբ Ղազախեցյանը դեպքից հետո որոշում է վրեժ խնդիր լինել։ 2021 թվականի մարտի 23-ին ժամը 10:40-ի սահմաններում Համազազբ Սամվել Ղազախեցյանը իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայով գնացել է Սամվել Մայիսկայի Մաթևոսյանի բնակության հասցե, հեռախոսազանգով նրան դուրս է հրավիրել իրենց բնակարանից եւ մուտքի դիմաց իր մոտ գտնվող որսորդական հրացանով 2 անգամ կրակոց է արձակել նրա կրծքավանդակի եւ գլխի շրջանին եւ կյանքի հետ ստացած անհամատեղելի վնասվածքների արդյունքում նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Գործով առանցքային վկա Անահիտ Մովսիսյանը դատաքննության ընթացքում ցուցմունք էր տվել կեղծանմամբ եւ ճանաչել Համազազբ Ղազախեցյանին որպես սպանություն կատարած անձ։ Քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում այդ հանգամանքը հայտնի է դարձել Համազազբ Ղազախեցյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանին եւ նրա եղբայր Վահե Ղազախեցյանին։ Ռուբեն Հակոբյանը եւ Վահե Ղազախեցյանը ձեռնամուխ են եղել Անահիտ Մովսիսյանի սկզբնական ցուցմունքներից տարբերվող ցուցմունքներ ստանալուն հօգուտ Համազազբ Ղազախեցյանի։ Քննիչի խոսքով հանդիպումները տեղի են ունեցել փաստաբանի գրասենյակում։ Ըստ վարույթի նյութերի Ռուբեն Հակոբյանը փորձել է վկային գումար առաջարկել։ Տեսնելով որ գումարը չի վերցնում, Ռուբեն Հակոբյանը այլ քայլի է դիմել, նրա ցույց է տվել իր աշխատասենյակում գտնվող համակարգչի էկրանը, որտեղ որ երևացել է, ցուցադրել է Անահիտ Մովսիսյանի որդու դպրոցից տուն գնալու նկարները, տեսաձայնագրությունը եւ այդ կերպ փորձել նրա վրա հոգեբանական ճնշում գործադրել, որպեսզի ի օգուտ Սամվել Ղազախեցյանի ցուցմունք տա։ Քննության տվյալներով Անահիտ Մովսիսյանը հանդիպումներից մեկին փաստաբանի գրասենյակ է այցելել քրոջ Արփինեի հետ։ Այդ հանդիպման ընթացքում կատարվել է ձայնագրություն, որը հետագայում փոխանցվել է վարույթն իրականացնող մարմնին։ Ըստ քննության Ռուբեն Հակոբյանը ցույց է տվել իր բջջային հեռախոսում առկա Անահիտ Մովսիսյանի սոցիալական որևէ հարթակում չհրապարակված անձնական լուսանկարներ։ Դրանից հետո արդեն փող լրացնելով մեկը մյուսի գործողությունները Վահե Ղազախեցյանը իր հերթին փորձել է սպառնալիքների լեզվով, սպանության սպառնալիքի լեզվով խոսել Անահիտ Մովսիսյանի հետ եւ նրան սպառնացել, որ կվնասեն, կզրկեն կյանքից եւ այսպես նա իր հերթին փորձել է այդ կերպ հոգեբանական ճնշման ենթարկել Անահիտ Մովսիսյանին։ Ես էլ իրան կործան, ինչպես ամտացը։ Որ քեզ պետք է տամ կարամ տամ մեկի դրսից դա քեզ ճպստի գնասիլու ոչ մեկն չի իմանալ։ Խփի։ Դու կախփի։ Ես էլ սաղ տեղ ասել եմ։ Այնուհետև Ռուբեն Հակոբյանը եւ Վահե Ղազախեցյանը երբ հասկացել են, որ իրենց արկադրանքների արդյունքում Անահիտ Մովսիսյանի մոտ առաջացել է պատրաստակամություն սուտ ցուցմունք տալու հարցում, նաեւ տեղյակ լինելով սուտ ցուցմունք տալուց հետո Մովսիսյանի արտերկիր մեկնելու մտադրության մասին, նրան տվել են չպարզված չափի կաշառք։ Այդ կերպ ամբողջի ընթացքում 2023 թվականի հունիսի 21-ին Անահիտ Մովսիսյանը դատաքննության ընթացքում տվել է ցուցմունք իր նախորդ ցուցմունքներից էապես տարբերվող, մասնավորապես, որ նշել է չի ճանաչում, շփոթվել է որպես սպանություն կատարող անձ նշելով Համազազբ Ղազախեցյանին եւ այդ կերպ սուտ ցուցմունք տալուն հարկադրելու գործողություն են կատարել Ռուբեն Հակոբյանը եւ Վահե Ղազախեցյանը։ Նախաքննության սկզբնական փուլում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ Վահե Ղազախեցյանի նկատմամբ կալանքը։ Հետագայում Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցը փոխարինվել է գրավով եւ բացակայելու արգելքով, իսկ այժմ դատարանը վերացրել է բոլոր խափանման միջոցները։ Վահե Ղազախեցյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Լուրերի հետ զրույցում փաստաբան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ մեղադրանքը չի ընդունում, նաեւ ընդգծեց, որ բազմիցս միջնորդել են ձայնագրության նկատմամբ փորձաքննություն նշանակել, պարզելու արդյոք
Իհարկե այն արհեստական բանականության կամ այլ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ չէ ստեղծված, նաև ստուգելու ձայնագրության մոնտաժված, աղճատված կամ խեղաթյուրված լինելը։ Նրա խոսքով քննիչը մերժել է բոլոր նման միջնորդությունները։ Հակակոռուպցիոն կոմիտեից հակադարձում են, որ սույն քրեական վարույթով ձայնագրության փորձաքննության վերաբերյալ գրավոր միջնորդություն երբևէ չի ստացվել։ Բացի այդ, ձայնագրության իսկությունը հաստատվել է նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, այդ թվում Ռուբեն Հակոբյանի աշխատասենյակի խուզարկությամբ հայտնաբերված փաստաթղթերով, մասնավորապես նույն ձայնագրության ընթացքում Անահիտ Մովսիսյանին Ռուբեն Հակոբյանի տված հարցադրումների ձեռագիր սղագրությամբ։ Ռուբեն Հակոբյանին եւ Վահե Ղազախեցյանին մեղադրանքի առաջադրվել դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու եւ դատավարության մասնակիցներին իրենց լիազորությունների հետ կապված կաշառք տալու, իսկ գործով վկա Անահիտ Մովսիսյանին կաշառք ստանալու համար։ Քրիստինե Թորոսյան, Ժիրայր Հաբետյան, Լուրեր։